որ Իզմիլյանովնա ինչքան գանձագողար, որպես Չեխոտկա եւ Քորուտոպալ արտասահման ուղարկեց, դա ակնհայտ է եղել, չէ՞։ Եղել է թե չի եղել։ Ուրեմն դրա համար պետք է սկանը, մնացածը դե շատ եմ ասել, մնացածները կարևոր չի։ Այս հարցը պիտի լուծվի, եկեղեցու հետ չի կարելի խաղալ։ Հոգևոր դա մեզ շատ կարևոր, ասեմ ձեզ նաև ինչու համար, ժողովուրդն էլ իմանա։ Որտեղ ժողովուրդ ուզում է նորմալ պետություն, ուզում է նորմալ ապրել, մի քիչ էլ հարուստ ապրել, որտեղ հերիք է աղքատ ապրի։ Հասկանում եք ոնց է, միջին հային եմ ասում, էլի, այն մնացածները ինչ որ է կամ աղքատ խավին։ Դե այս հարցը ինչ կապ ունի հարուստ աղքատ ապրելու հետ։ Չէ, թե նրանք պետք է ապրեն, չէ, երկիրը պիտի կարողանա հանգիստ ստաբիլ վիճակ լինի, որ տնտեսություն աշխատի, կրթություն աշխատի, ռեֆորմները։ Իսկ որպես կանոն օրենք եմ ասում, քաղաքագիտական չերևացող երկիր, որևէ երկիր, որը հաջողակ է եղել իր զարգացման մեջ եւ շատ առաջընթաց ունի։ Մի երկու երկիր ասեմ, Թայվան, գիտեք ինչ հաջողություններ ունեն, 36 հազար քառակուսի կիլոմետր տարածքում 36 միլիոն մարդ է ապրում եւ չիպերով աշխարհը խեղդել է։ Ուրեմն մնացածը չեմ ասում, Չինաստան ինչ հաջողություններ ունի, Գերմանիայի մասին այնքան եմ ասել Հիտլերից հետո, եւ այսպես շարքը կարող եմ շարունակել։